թույլ չտանք թշնամին որևէ ուղղությունից, թույլ չտանք խավարը մեզ պատի պարուրի, թույլ չտանք մեղքը դյուրավ պաշարող մեզ կլանի, մեզանից հա կախված տվյալները մեզ ուժը վերեն տրվածը, ի վիճակի ենք, եթե հավատում ենք, մենք էլ կարիք ունենք այսօր չմտածենք որևէ մեկս, որ ամբյոնից հետևը կանգնողներս էլ կարիք չունենք ապաշխարության, ամեքս էլ կարիք ունենք, հիշատակվեց եղբայրները շեշտեցին երկու վկայությունով, որ կեղծավորության վրայով, որը ճարակած է այսօր ամբողջ աշխարհով մեկ, ինչպես հիշատակվեց հրաների վրայով, որ սրանք ամբողջը լղոզված էին սրա մեջ, այդ ինչ տեսակ օց է, որ կարողանում է ծակը գտնի ներս մտնի ու խառնվի սիրո հետ աստվածային, այդ ինչ մեղքատեսակ է խորամանկ, ահավոր, որ կարողանում է, որտեղ Սուրբ Գիրքը կոչանում ասում է, սերը լինի առանց կեղծավորության, այդ ոնց է կարողանում կեղծավորությունը սողա ու ներս մտնի, ես ակամա հիշեցի մեկ հայտնություն, որ տարիներ անցել մեկ քուրիկ, որ եկեղեցուց հեռացել էր, տեսնում էի դսից զարդարված մոտովս անցնում է, ու մեջիցս Սուրբ Հոգին ասում էր կեղծավոր, չեմ մոռացել, երկար տարիներ անցել, եւ իրապես կեղծավորությունը այսօր կարող է, եթե թույլ տանք, եթե տեղ տանք, եթե չազատագրվենք սրանից, Տերը մեզ օգնի սրա մեջ, խոսքս վերաբերում է ասելներ, հոգևորին, Զաքարիա մարգարեություն, 4-րդ գլուխ, 6-րդ համարը, եւ նա պատասխանեց եւ ասեց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել ասելով, ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգով է, ասում է զորած Տերը, չենք հաջողվի, տեղ չենք հասնի, մարդկայինը շնչավոր է եւ դիվային է, մեր կազմակերպածը վերջի իտոկ կփլուզվի, մեր ճամփի վրա տեղ չենք հասնի, եթե Աստված մեզ հետ չլինի, մենք եղբայրներ քույրեր ամենքս պետք է հասկանանք, որ առանց նրա ոչ մի բան չենք կարող անել, հրեշտակները իբրև թե հաջողվեցին, լավ տեղանք գտան իրանց համար, ոնց որ թե գնացել են Մայամի, ծովափնյա քաղաքը, այս ինչ լավ է, մենք էլ ստեղ Ալավերդի Սարահարթեմ անորոշ, այդ ինչ կյանք էր, գնացին առանց Աստծոյի, առանց Աստծոյի հրամանի թույլ տվությամբ առաջնորդության մղումի, եւ գրված է, որ Աստված պահեց դատաստանի օրվան համար կապած, չգիտեք, որ հրեշտակներ եք դատելու, ասում է Տիրոջ խոսքը, այդ իրանք որոշեցին, ինչպես այսօր շատ կան, որոշում են, ես սենց եմ ուզում, որոշում են խոպան են գնում, տուն ընտանիքը թողնելով, ընտանիքին ստեղ սատանեն փչացնում է, որոշեցին Երևան են գնում, այնտեղ կյանքը լավ է, ապելակերպը, առատությունը այնտեղ, իսկ ինչ ասում Տերը, ես այդ օրինակը մեկ քրոջ վրայով ասեցի, որ գիշերային տեսիլքով ասում էր, իմ երեխուս օրնիր Գրիգոր եղբայր, ես հետ էի քաշվում եւ ասում էի Աստված կամք ունի, քայլ չպետք անենք մարդկայնորեն, կձախողենք, մեզ շենքը կքանդվի վերջի իտոկ, ես ակամա հիշեցի այդ տեսիլքը մեկ եղբոր միջոցով, որ երկու շենք էր բարձանում, եւ այն շենքը, որոնք Աստծո խոսքի համեմատ համաձայն չէր, Աստծո ուզածով, Աստծո հիմքով չէր, այդ շենքն էլ էր այդ օրնյալ շենքի հետ բարձանում զուգահեռ,
Բայց այդ շենքը բարձացավ մի որոշակի, բարձացավ եւ հետո թեքվեց ու փլուզվեց վայր ընկավ։ Այսենց կլինի մարդկայինը, շնչավորը։ Եթե Աստծո խոսքի համեմատ եւ համաձայն չի, նա ուզածով, նա ասածով, նա ղրկածով չի, որտեվ գիրքն ասում է, չէ, ես չղրկեցի գնացին։ Աստված չի խոսում, մենք ենք խոսում։ Եվ ակնհայտ է սրա փլուզումը։ Մարդու ամեն ձեռնարկածը դեմ Աստծուն։ Դու պետք է քո հին մարդը հանես։ Ամբողջովին հագնես նորը։ Ամեն բան նոր։ Հին մարդու մեջ լավ բան չկա։ Չտնղեք, չքչփորեք, չեք գտնելու, չկա։ Ուղղակի հավատանք Աստծո բերանին։ Փառք Աստծուն, որ Տերը մեզի վերեն նորից ծնել է։ Մենք Աստծոյ որդիներ ենք, ուրիշ մարդիկ ենք, ուրիշ ենք։ Մենք երկրային քաղաքացի ենք։ Տեր Հիսուսը աշակերտին ասեց. «Չգիտեք ինչ հոգիցն եք դուք։ Դուք ուրիշ հոգիցն եք։ Մենք ուրիշ ենք, մենք տարբեր ենք»։ Թեպետ ամեն մարդկանց նման պետք է ընկնենք, թեպետ մեզ էլ կպատահի չարիքը, որ ամբարիշտին է պատահում, բայց վերջի իտոք մենք գիտենք մեր հանգրվանը, որտեղ լաց չկա, որտեղ ինքանձամբ Աստված մեր արցունքները պետք է սրբի, որտեղ ուրախություն, ցնծությունը հավիտյանս հավիտենից, եւ կարծեմ, թե այդ կատարյալ ուրախության, ցնծության մեջ ամեն բան հետին կմնա։ Դա համար այսօր գործենք մեր հարազատները, բարեկամները դուրս չմնան երկնքի արքայությունից, մենք անելիք ունենք սելներ։ Ինչ որ ուզում եք այն մեկ անի, ասում է Տիրոջն խոսքը։ Սա նշանակում է, որ կրկնում եմ, մարդու ամեն ձեռնարկածը, ամեն մտքերը, ամեն դիտավորությունները, սա տարբեր է, ուրիշ է։ Աստունը տարբեր է։ Ինչքան երկինք ու երկիրած բարձր են, Աստված ասում է իմն ու ձերը տարբեր են։ Շնչավորն ու հոգևորը տարբեր են, կան շնչավոր քրիստոնյաներ, կան հոգևոր քրիստոնյաներ, եւ ով որ Աստծո հոգին չունի, նա նրանը չի, եւ նրանք են Աստծո որդիները, ովքեր առաջնորդվում են Աստծո Սուրբ Հոգով։ Աստված ասում է, իրանք գնում են, Աստված կանգնեցնում է, կանգնում են, Աստված օրհնում է, օրհնվում են։ Սրանք են Աստծո որդիները։ Այսուհետև սերներ մենք բերեք նրա ուզածով, նրա ասածով, նրա կամքով քննեցեք, որ նա Տիրոջն կամքը, որոշեցեք, ասում է Աստվածաշունչը։ Մեր ու Աստծո ճամփաները տարբեր են։ Չէ, Հիսուսը մենք արդեն մենք ինչ ասեց, դուք ներքևից եք, ես վերևից եմ։ Ձեր ու իմը տարբեր է, թեպետ Տերը երկրի վրա էր, բայց ապրում էր երկնայինով, վարվում էր հոր հետ, առանձնանում էր, ժամերով ամբողջ գիշերը սարի վրա աղոթք էր անում, հորից առնում էր, եւ Տերը մենք տեսնում ենք, չէ, հիշում եք, որ ասեց, հայր ես գիտեի, որ կլսես։ Նա ուրիշ է, նա սպասեց մինչև Ղազարոսը մահացավ։ Մարիամը Մարթան ասում են, Տեր, որ այստեղ լիներ, մեզ հետ լիներ, մեր եղբայրը չէր մահան, այդ լավա, որ այդ հավատք ունեն, բայց մի բան չգիտեին, որ Աստված իր յուրահատուկ առանձին միավոր է եւ ինքը իր կամքն ունի, որ ոչ մեկը չի կիսվում, չի ասում, խորհուրդ չի անում։ Եթե խորհուրդ անում, խորհուրդ են անում երեքը, որ խոսում են երկնքում, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Նա ոչ մեկին չի հարցնում։ Մարգարին ասում ով նա ձեռքին դեմ կտնի եւ կասի, «Էս ինչ արեցիր, մեր Աստված ինչ ուզեց արեց»։ Նա կամք ունի։ Նա ասեց, «Ինչա քո աչքը չարա, որ ես բարերար եմ, ես սենց եմ ուզում»։ Մենք ով ենք, որ չհաշտվենք Աստծո կամքի հետ։ Եթե ոչ Սուրբ Գիրքն ասում է, հաշտվիր ինձ հետ։ Եթե ոչ ասում է, քո վրայովդ կանցնեմ ու դու կկոտրվես։ Եթե չհաշտվես ինձ հետ, կամ ով ենք, չփորձենք Աստծո հետ գշտվենք։ Չփորձենք այսօր. Եվ եթե չենք սիրում, մենք սերներ կընկնենք անեծքի տակ, որտեղ նա արժանի է դրան, ինչ չի արել մեզի համար խաչին վրա։ Տերը դադարեցնի մեր կյանքում մարդկային մտքերը, այս անեմ գնամ, այս ինչ երկին, այսքան կվաստակեմ։ Մի եղբայր կար, որ գնացին եղբայրներով ընդհուպ, այդ եղբայրը ասեց, որ
Գնանք հիմա Գրիգոր ախպեր կգնանք հիմա խոպանենք գնամ, ընդեղ էլ կաշխատենք, լավ թոթոլ 10-րդ էլ կարգենք, լավ կլինի ամեն բան, ուզում են գնանք, ես զգուշացեցի, չլսեցին, գնացին, հետո մի կերպ ծեծված, եղբայրից մեկի մի կերպ պոկվել էր, փախել եկել, այդ մնացող այդ մեկը մնաց եւ եկան ստեղ էլ ծեծեցին իրան, ահավոր, որ հետն էլ հավատացյալ ես, բայց քո արարմունքդ չի օրնի Աստված, եթե մենք այսօր եղբայրների իր հետ գշտվել են, ահավոր բաներ տեղի ունեցել, պատճառը սա է, առանց Աստծոյ կամքի, առանց Աստծոյ հրամանի, առանց Աստծո ուզածի, մենք վեր ենք կենում, ինչպես ուզում ենք, Աբրահամը հթենց չէր սերներ, սա Աստծո ասածով, սպասեց մինչև Տիրոջն, ալ Տիրոջը սպասիր, չէ մեզ գիրքն ասում է, եւ գնաց ու հաջողվեց, գնացին ու եկան, Իսահակին նորից հետ բերեց, բան չպատահեց, չարիք չպատահեց, Աստված պատասխանատու է քո ճանապարհի, քո ուտելիքի համար, զինվորը իր ծախսերով չի իր համար հոգ տանում զինվորին, որովհետև Սուրբ Գիրքն ասում ավետարանը քարոզողը թող ավետանից ապրի, Տերը համապատասխան մեր պիտույքների համար հոգանամ, դե համար ասեց աշակերտներին կրկնակի հանդերձ մեկ վեկալի, ձեզ հետ ուրիշ բան մեկ վեկալի, մշակը իր վարձքին արժանա, Տերը մեզ համար հոգ կնե, ասում Աստվածաշունչը, ուղղակի մեզ պետք է վստահենք եւ հավատանք եւ վարվենք, սպասենք Տիրոջը, բաղոտքը դա է ասելներ, աղոտքը նա չի, որ ասենք, լիքը բաներ ասեցինք, վեր կացանք, աղոթել ենք, եղբայր, այսօր ես աղոթել, կես ժամ աղոթել, մի ժամ աղոթել եմ, ինձ ասա արդյունքը, ինձ ասա Աստծոյ պատասխանը, իսկ Տերը, ես ուն լավ էր հասկացել, չէ, հիշում եք ասեց, եւ որ հրեշտակին տեսա ոնց որ թե մենք լինենք կարող ասենք դե հրեշտակը փոքրիկ դեմք չի, հլա տեսենք սա էլ կարող է մի բան ասելու, բայց ինչ ասեց Մարգարեն, ասեց, իսկ ինչ է ասում Տերը, մեզ սա է պետք, ինչ է ասում Տերը, մենք առանձին միավոր ենք, մենք մարդապաշտ չենք, մենք Աստվածապաշտ ենք, մեր կյանքը կախված է, մեր կապը նրա հետ է ուղիղ, էլ միջնորդներով չի, չկա միջնորդ, մեր կապը ուղիղ Աստծո հետ, մենք ամենքս անհատական կարանք առանձնանք մեր ներքին սենյակում ու մեր Տիրոջն աղոթ կանենք ու պատասխանը պոկենք, ու պատասխանը գա, ու արդյունքը լինի, ու մեր աչքունքը բացվի աղոթքի ժամանակ, ու Տերը մեզ վստահեցնի, որ լավ է լինելու, մեր երեխանց դեպքը հիշեցին, կարող էլի վկայած բուճուրիկ ժամանակ գալիս են, պապա հեսա պետք, ենա պետք, կառնես, սպասում հենց որ ասում ես կառնեմ, թող մենք գնեմ թինգը տալի, գիտեին որ վերջ, էլ չէին անհանգստանում, գիտեին որ մեր բերանից դուրս է եկել անելու ենք, եթե մենք այդ տեսակի, բա մեր Աստվածը այսօր սուրբ հակատարյալ, նա չի զղջում իր արածի համար, Տերը մեզի տա զգուշություն սելներ, զարմանալի բան է, չէ, Սուրբ Գիրքն ասում է, բայց ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, հլա տեսեք մեր բնությունը, հլա տեսեք մեր դիրքորոշումը, դիրքը, ու հլա տեսեք Աստծո ասածը, թշնամուն, ինչպես կարելի է սիրել, աշխարհիկներ աշխարհի մեջ սա ընդունված է չափանիշ նորմալ ոնց որ, դե թշնամի տապտի ատես, դե թուրքա պետք է սպանես, բայց արուտ ես, Տերը մեկ ուրիշ բան ասում, սա վերաբերում է սուրբերին, սա վերաբերում է փրկվածներին, սա վերաբերում է կատարյալներին, սա վերաբերում է Աստծուն ճանաչողներին, սա վերաբերում է նրանց, ովքեր թեկուզ տկարություն ունեն, ի վիճակի չեն, բայց աղոթք են անում եւ հույս ունեն, որ Աստված կհասցնի այդ հոգեվոր մակարդակի աստիճանի, որ արդեն իսկ սիրում են իրանց ոխերիմ թշնամուն։ Սերը մեջը կա, եւ սերը ի վիճակի Աստվածային։ Սա աշխարհի սերը չի, աշխարհի սերը թշնամություն Աստծո դեմ։ Եթե մեկը կարողանա աշխարհին բարեկամ լինել, սիրել այս աշխարհը, նա ինքը իր անձը Աստծուն թշնամի անում։ Ես մեկ ես վտանգը կա ասելներ, ինտերնետը ձգում, քաշում, ներսակ բերում, ներսակ քաշում, շատ վտանգավոր է, ով անձնատուր է սրան, նա սուրբ չի կարա լինի սելներ,
ով սրան անձնատուր է, սա չի կարա սուրբ լինի, աստիճանի վրա սրբության կանգնի։ Սա կնմանվի վերջին օրերի քրիստոնյաներին, որոնք պետք է լինեն անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարք ու անժուշկալ, դաժանաբարոյ, մատնիչ, հանդուգն, ավելին հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածպաշտության ընդամենը կերպարանք ունեն, բայց զորությունը ուրացած են, ասում է Տիրոջն խոսքը։ Սա քաշում է, սա գավաթի մեջ աչքով անեմ, կարմիր գույնի է։ Բայց չգիտենք, որ Սուրբ Գիրքն ասում է, ետքը օձի նման կկծի։ Ետքը, մենք պատճառներ ենք մեղմացուցիչ բաների իբրև թե դզմզատը մենք Աստծոյի հետ էլ եւ ներս ենք մտնում եւ չգիտենք, որ չարություն ենք անում, ասում է Տիրոջն խոսքը սելեր։ Տերը մեզի ձեռ այսօր անելիքներ ունենք։ Մեր ընտանիքը այստեղ չի, մենք պետք է անհանգստանանք։ Մեր տունը փրկված չի, մենք պետք է տագնապենք։ Շատերը կորուստ են, մենք պետք է լաց լինենք, ինչպես Տերը Հիսուսը Աստված լաց եղավ Երուսաղեմի վրա, հրյաների վրա, տեսավ, որ սան ճամփեն ուրիշ է։ Եվ համոզվեց, եւ հորը ասեց Գեթսեմանյան պարտեզում, ինչպես քո կամքն է թող թենց լինի։ Թույլ տվեց ձեռքերը ոտքերը ծակեն խաչի վրա, թույլ տվեց կողը խոցեն, որտեղից թափվեց ջուր եւ արյուն։ Եվ մնաց երկրի վրա եւ գործում է այսօր այդ ջուրը եւ արյունը։ Գործում ասել այս ջուրը եւ Քրիստոսի արյունը։ Առանց դրա մենք կտապալվենք հոգեվոր կյանքում, չենք երկարի, կուլ կգնանք դևի երախին, որտեղ նա մանագալի առուծի նման մռնչացող թե որին կուլ տա։ Եվ շատ հավատացյալներ ցավոք բռնված են թշնամու կողմանը նրա կամքը կատարելու։ Զարմանալի է, Աստծո ձեռից թշնամին ոնց է կարողացել։ Թույլ ես տվել կարողացել է, տեղ ես տվել կարողացել է, դուռդ բացել ես ներս է մտել։ Տիրոջ խոսքը զանց ես արել, առաջ եկել թշնամին, Տերն էլ բաց է թողել, բայց ոչ մեկը նմիշտ։ Հույս է կապել, կողից վերահսկում է։ Թշնամին իրավունք չունի։ Վերջին ծայրահեղ, որ դուն արդեն ստիպված Տերը թույլ է տալի, կյանքդ կտրվի էլի քո օգտին, ժամանակից շուտ։ Նա տեսնում է, որ քո երեսը ուղղված է դեպի չարությունը, չէ՞։ Ծննդոցում մենք կարդում ենք, որ Տերը տեսավ մարդու գործերը իծն է, չար են եւ այնտեղ շեշտում ամեն օր, շեշտում է չարը ամեն օր։ Օրում հետ չէ, մարդը ամեն օր չար է, ամեն օր խորհուրդները չար են։ Եվ Տերը կյանքը կրճատեց։ Տեսավ, որ ամեն օր չար է։ Հոգևոր բան չի մտածում։ Աստծո կամքը չի փնտրում։ Մեծ Սուրբ Գիրքը Եփեսացիների մեջ Պողոս առաքյալն ասում է. որոնեցեք, փնտրեցեք, իմացեք, որն է Աստծո կամքը։ Մի գինով նա գինյով, որին մեջ անառակություն կա, լեցվեցեք Սուրբ Հոգով, լեցվածին Տերը կտանի իր ուզած ճամփով, եւ սա է ոսկե քաղաքը։ Այս փափագը մեր մեջ սներ պետք է մենք ունենանք։ Ըստ այնը, դադարենք սրանն միջնորդ բռնելով, դադարենք սրանն ասելով, վատ չի, կարող է գանք այդ աստիճանի հնարավոր է կպատահի ամեքինել, որ ինձ համար աղոթքար է, բայց սա միշտ չպատահի սելներ, բա մենք այսօր, բա մենք ինչացու ենք այսօր, փառք Տերը մեզ բերանա տվել, որ մենք մեր աղոթք աղաչանքը խնդրվածքը Տերը մեզ ականջներ ա տվել ջուղթ, որ լսենք Տիրոջը ձայնը, նա կամքը իմանանք, կարանք որոշենք, Տերը այնպես է կազմակերպել, որտեղ նա հայտնության հոգին Սուրբ Գիրքն ասում է ամեքին տվել ասեներ։ Դուք մենք ամեքս ունենք հայտնության հոգի։ Մենք կարանք Տերից մեր անձերի վերաբերյալ, վիճակի վերաբերյալ, փրկության վերաբերյալ, կորուստ գնալու վերաբերյալ ինֆորմացիա ստանալ երկնքից Սուրբ Հոգու միջոցով։ Ինչ վիճակի, ինչ դիրքի, ինչ աստիճանի վրա ենք այսօր մենք, կարող է եւ սա էլ միշտ հաշվի առնենք սենել, որ մարդու ճամփան իր աչքին ուղիղ է երևում, բայց դա մահվան ճանապարհ է, միշտ զգուշանանք քարոզիչներս, սպասավորներս, ամեն մեկերս զգուշանանք, որ մարդու ճամփան իր աչքին ուղիղ է երևում։ Դժոխքում կարծեմ թե լիքն են լինելու սպասավորներ, որոնք իրանց անձը չեն հովվել, իբրև թե հոտը հովվել են, բայց իրանց անձը չեն հովվել։ Դու որ ասма Սուրբ Գիրքը, քեզ չես հովում։ Ամեն մեկի զգուշություն տա Տերը։ Այսուհետև եւ այո, Տիրոջ խոսքն ասում է ուժով չի, զորությունով չի, իմ հոգով սա։ Այսինքն մարդու ուժը հետ եղավ, մարդու զորությունը հետ եղավ,
Մարդել ունի չակերտավոր կարող իբրև թե զորություն, բայց Սուրբ Գիրքը հստակ այսպես ասում. երանի նրան, ում զորությունը Աստծուց է։ Երանի նրան, ում զորությունը Աստծուց է։ Կարծեմ, թե զորությունը կրնկակող գալիս է սրբության հետևից, մեր կյանքում, մեր մեջ։ Կրնկակող գալիս է սրբության հետևից։ Աշակերտները չէին հասկանում։ Թլկտմ էին, մարդկայնորեն գործեն, չէ՞։ Տերը կանգնեցեց, ասեց սպասեք, մինչև վերեն զորություն չառնեք, չգործեք։ Թվում էր թե իրանք Հիսուսի հետն են եղել, տեղյակ են, գիտեն, հիմա իրանք կգնան, իրանք են որ կան, բայց ոչ, Տերը ասեց սպասեք, մինչև վերեն զորություն առնեք, եթե ոչ, եւ Տերը ղրկեց, որ գնացին ու ուրախությունով հետ եկան։ Ինչու ուրախությունով հետ եկան։ Տերը ղրկեց, դևեր հանելու, ավետանը քարոզելու։ Աշակերտներ եկան ասեցին Տեր մեզ դևերնել են ենթարկվում, դիվային ուժերը ենթարկվում են մեզ։ Հիսուս ասեց դրա վրա մեկ ուրախանա, ուրախացեք նրա վրա, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Նրա անունը մեծ արբեցներ, բերեք ոտքի վրա գանք։ Մինչև այսօր կարող է մեր ուզածը, մեր բաղձանքը, մեր կամքը, մեր ճամփով այսուհետև թողնենք, հին մարդը հանենք, նորը հագնենք Քրիստոսի պատկերի նման։ Այսուհետև մենք ինչ-որ մտքեր կան, չենթարկվենք, չհպատակվենք, օտարի հետևից չգնանք, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, գնանք Տեր Հիսուս Քրիստոսի հետևից, նա մեզ կհասցնի հանգրվանին, որտեղ լաց չկա, արցունք չկա։